Վերադառնում ենք ուրիշ նորություններով եւ ինչպես խոստացել ենք ստուդիայում ունենք հատուկ հյուր, մարդ, ով արդեն երկար տարիներ օգնում է ուրիշներին գտնել ներդաշնակություն մարմնի եւ մտքի միջև, խոսքը յոգայի մասին է, հնագույն պրակտիկա, որն այսօր արդեն վաղուց անցել է այդ պարզապես ֆիզիկական վարժությունների սահմանը եւ դարձել է միլիոնավոր մարդկանց համար ապրելակերպ։ Մեր հյուրը Ապրելու արվեստ Հայաստան հիմնադրամի տնօրեն, յոգայի ուսուցիչ Ապրես Զոհրաբյանն է։ Ուրախ ենք ձեզ տեսնել այսօր մեր տաղավարում եւ առաջին հարցը, որ կուզեի տալ, նախ հասկանանք տարբերությունը յոգայի եւ պարզապես մարմնամարզության միջև, հա, կարծում եմ շատերին հնարավոր է հայտնի չլինի այդ տարբերությունը։ Տարբերությունը, եթե անդրադառնանք դասականներին, յոգայի դասականներին նկատի ունեմ, Պատանջալի իմաստունը հստակ նկարագրում է, թե ինչա յոգա արվեստն, ասում է յոգա արվեստը դա մտքի հանդարտեցման արվեստն է։ Ֆիզիկական վարժությունները նման խնդիր չեն դնում, յոգա արվեստը աշխատում է մարմնի հետ, բայց իր հիմնական նպատակը մտքի հանդարտեցումն է։ Շատ կրոնական ուղղություններ դեմ են յոգային։ Ինչ կարծիք ունեք այս հարցի շուրջ եւ արդյոք տարանջատումը հիմք ունի։ Յոգան չպետք է դիտարկել որպես կրոնական ուղղություն, որպես ալտերնատիվ կրոն, հա, ինչ որ կարելի է առաջարկել այս կամ այն կրոնի փոխարեն, դա կարա կիրառել լինի բոլոր կրոնական տրադիցիաներում։ Ասեմ ավելին, մոտ 10 տարի առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը որոշում ընդունեց հունիսի 21-ը հայտարարել յոգայի միջազգային օր, մոտ 180 երկիր կողմ քվեարկեց այդ որոշմանը, այդ թվում նաև այն տեսակ երկրներ, որոնք հայտնի են իրենց կրոնական խիստ մոտեցումներով, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղ յոգա արվեստը նույնպես տարածված է։ Հենց ամսի 21-ին բավականին ակտիվ նշվեց Հայաստանում յոգայի միջազգային օրը եւ պետք է ասել, որ միանշանակ չընդունվեց, շատ քաղաքացիներ, այսպես չեմ ուզում ասել բողոքեցին, բայց միանշանակ չընկալեցին օպերայի հրապարակում, այսպես գորգեր փռած մարդկանց վարժանքները, նաև հանրապետության հրապարակում, կարծում եք ժամանակ է պետք, որ սովորեն ավելի հանգիստ ընդունել այդ տեսարանները։ Տեսեք, յոգայի միջազգային օրը Հայաստանում նշում է արդեն շուրջ 10 տարի։ Բայց ոչ այդքան ակտիվ, որքան վերջին տարիներին։ Չէ, ուղղակի երևի ձեր աչքին ավելի ակտիվ թվաց է, որովհետև 15 թվականից ու ես կարող եմ ասել, նույնիսկ առաջի տարիներին շատ ավելի բազմամարդ էր այդ միջոցառումները, բայց գուցե քանի որ ասենք Թումոյի այգում էր լինում, այնտեղ որտեղ այցելումները շատ չէին, կարող է այդ առումով աննկատ անցել, բայց շատ ավելի բազմականակ էին, իսկ իսկ մնում է կարծիքներին, դե եթե ես նույնիսկ մի հատ ամենալավ բանն անեմ, բնականաբար 100 հոգի կհայտնվեն, որ կքննադատեն այդ լավ բանը, եւ 100 հոգեր կհայտնվեն, որ կգովաբանեն։ Ինքն միայն մարդկանց կարծիքների վրա հիմնվելով առաջ չի կարելի շարժվել։ Այդ նաեւ յոգիկ մոտեցում է, որ եթե դու քո կյանքը հիմնում ես այլոց կարծիքների վրա, դու տեղ չես հասնի։ Այն հետաքրքիր է, որքան ժամանակ է պետք փոփոխությունը զգալու համար յոգայով զբաղվելու։ Շատ անհատական է։ Իմ դեպքում դա երևի տևեց մի 15 օր, որ ես զգացի այդ փոփոխությունը իմ վրա։ Առաջին հերթին խոսքից մշակույթը ավելի կատարելագործվեց, ավելի մաքրվեց եւ բնականաբար ներքին հանդարտություն։ Բայց մարդկա ոնց որ հենց առաջի օրը կամ երկրորդ օրը դա կարած կա, նաև կախված թե ինչ տեսակ տեխնիկաներ է կիրառվում։ Եթե ավելի ոնց որ մեդիտացիոն է, դա ավելի արագ է աշխատում, քան եթե պարզապես ֆիզիկական կեցվածքների ընդունումը։ Իսկ արդյոք կա նման բան, որ յոգան օգնում է սթրեսից դուրս գալու։ Միանշանակ, որտեվ եկեք հասկանանք ինչա սթրեսը, դա սթրեսը մտքի թափառուն շարժման հետևանք է։ Եթե դուք հետևեք ձեր մտքերի ընթացքին, կնկատեք, որ ինքը ճոճանակաձև շարժում է կատարում, գնում է անցյալ, անհանգստանում անցյալի ինչ-որ ափսոսում անցյալ ինչ-որ իրադարձությունների համար եւ գնում է ապագա,
անհանգստանում ապագայի իրադարձությունների համար, որոնք իրական չեն արդեն։ Դա միշտ է, այսինքն դա մարդկության հավիտենական խնդրեմն է, թե նայեք մեր դասականներն են անդրադարձել այդ խնդրին։ Օրինակ Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հենց այն մարդու մասին էր, որ անհանգստանում են։ Համոսահյանի մոտ մի հատ քառյակ կա, որ ասում է եւ ապրում ենք ափսոսալով եւ դժվար ենք ուշքի գալիս, միջ ուշացած ուշքի գալով մի ողջ կյանք ենք տանուկ տալիս։ Այդ անցյալի եւ ապագայի միջև այդ թափառուն մտքի շարժումը հենց ծնում է ստրես մեր նյարդային համակարգում։ Վերադարձնել միտքը ներկա պահ, դա է հիմնական նպատակը յոգա արվեստի։ Շատ անգամ մի արտահայտություն կա կապված այդ ներքին խաղաղության հետ եւ շատ անգամ ես այդ մեջբերում եմ հայտնի արտահայտություն այն մասին, որ որքան հեշտ է լինել ճգնավոր ճանշան լեռան նստած, երբ ես ոչ մեկ չի շեղում, չկա ոչ մի այսպես այս ստրեսային իրավիճակներ եւ որքան դժվար է շարունակել մնալ ճգնավոր, ենթադրենք շուկայում։ Ձեր օրինակի վրա դուք կարողանում եք այդ բոլոր տեխնիկաներին այնպես տիրապետել, որ օրինակ ծառայեք այս բավականին դժվար իրականության մեջ, որտեղ ստրեսը մեզ ամեն րոպե հետապնդում է։ Դուք ձեր խաղաղությամբ, անվրդով պահվածքով կարող են հաջողվում է օրինակ ծառայել, որ մարդիկ հենց ձեզ հետևեն։ Ճիշտ ասած ինձ հետևելու խնդիր, որպես այդպեսին ես իմ առաջ չեմ դնում։ Ձեր օրինակով հետևեն, ասենք, կամ հետաքրքրվեն յոգա պրակտիկաներով։ Տեսեք, յոգայի սիմվոլը լոտոսն է։ Լոտոսը աճում է ճահճի մեջ եւ սակայն նրա վրա ճահիճ չի կպնում։ Եվ շատ գեղեցիկ։ Եվ շատ գեղեցիկ է։ Այսօր միջավայրը իհարկե կարևոր է, բայց նաև կարևոր է քո ներքին հոգեվիճակը, որով դու նույնիսկ կարող ես ազդել միջավայրի վրա։ Ես հիշում եմ տարիներ առաջ իմ ընկերներից մեկը մի հատ փորձառություն էր պատմում Հնդկաստանի շրջակայությունից, ասում է ինչ որ երկու մարդիկ էին փողոցում վիճում էին իրար հետ, դա իր համար անհասկանալի էր վեճի առարկան, որտեղ ինքը հնդկերեն չգիտեր, եւ ասում է արդեն բանը հասել էր նրան, որ պետքա իրանք իրար հարված էին, եւ ասում է մի հատ մարդ եկավ, անցնում էր այդպես ինչ որ սպիտակ շորով եւ այլն։ Ասում է իր էներգիան այնքան խաղաղապեր էր, որ նույնիսկ այս կրտողները կանգ առան։ Այսինքն քո այդ ներքին խաղաղությունը կարա անդրադառնա նաեւ շրջապատի խաղաղության վրա։ Իսկ յոգան ձեր առօրյա կյանքում ամենօրյա պրակտիկա է, թե ինչ-որ պարբերականությամբ եք։ Չէ, դա կարելի ասել պսիխոէմոցիոնալ հիգիենայի միջոց է, ինչպես ամեն օր լոգանք ենք ընդունում, ատամ ենք մաքրում եւ այլն, նմանապես եւ յոգա պրակտիկաներ են կիրառում որպես պսիխոէմոցիոնալ հիգիենայի միջոց։ Կախված օրից կարելի ասել կես ժամից մինչև 1 ժամ 15 րոպե միջին այդպես բանով հատկացնում ենք մեր պսիխոէմոցիոնալ հիգիենային։ Իսկ կան նախընտրելի ժամեր, ասենք առավոտյան, թե երեկոյան, թե կապ չունի։ Որաբար կարևոր է, որ դա ավելի կանոնավոր լինի։ Քո օրգանիզմը իմանա, որ այդ ժամին դրա համար է նախատեսված։ Հիմա ամենահարմարը առավոտն է, որովհետև սոցիալիզացման արդյունքում մի օր կարող է ծնունդի հրավիրվես, մի օր կարող է դասի գնաս եւ այլն, իսկ առավոտը ժամը 6-ին ոչ մեկ քեզ չի հրավիրում ծնունդին, դրա համար այդ ժամը ամենահարմարն է, օրը տենց տրամադրությամբ սկսելու համար։ Կա տարիքային սահմանափակում։ Ըստ էության չկա, նույնիսկ կա այսպես հղիների յոգա, այդ նշանակում է երեխան իր մոր մարմնի մեջ արդեն կարող է այդ ապրում ունենա, իհարկե մոր պորտալարի միջոցով, բայց կարող է այդ ապրում ունենա, ուղղակի ավելի ակտուալ է դառնում երևի 7 տարեկանից հետո, որտեղ մինչև 7 տարեկան, 6-7 տարեկան երեխան շատ ավելի բնական է եւ այլն, իրան այդքան չեն անհանգստացնում այդ ստրեսները, կամ եթե կան է ստրեսներ, նա ինքը շատ արագ վերագտնում է իրան նկատում եք, երեխան մի կողմից կարա լացի, հաջորդ պահին սկսի ծիծաղել, ինքը թողում է շատ արագ այդ իր ճակերտավոր ասած դժբախտ իրողությունը եւ վերադառնում է ուրախ ներկայի։
Ասաման է, իր տարիքային սահմանափակում չկա աստից։ Բայց ամեն դեպքում վերին շեմը, որքան էլ ասենք անսահմանափակ է, թե որքան տարիքը մեծ, այնքան պասիվ Դժվար է տեսակն է, հա, երևի միայն շնչառական վարժություններ, եթե մարդը ունի հոդացավեր, օրինակ պարկելու, վեր կենալու խնդիրներ, այս դեպքում ինչպես է։ Հա, դա եթե ինքը ասենք ձեռով ոտով է, ինչպես ժողովրդական խոսքն ասում, այսինքն որևէ բժշկական հակացություններ չունի, ապա որևէ խնդիր չկա յոգա կատարելու համար։ Իսկ եթե ունի բժշկական հակացություններ, դա կարող է լինի նաև ասենք 30 տարեկանում, չգիտեմ, 20 տարեկանում, չգիտեմ, ողնաշարի ինչ խնդիր կամ այդ դեպքում դա ավելի կախված է իր յոգա մարզչի ճիշտ ուղղորդումներից։ Ավելի շուտ երևի անհատական մոտեցում, հա։ Հա, որ օրինակի համար որոշակի վարժություն, ասեմ, օրինակ այս վարժությունը դու մի արա, քանի որ այս խնդիրը կա ձեզ մոտ։ Բայց հիմնականում գոնե մեր մոտ նրանք ունիվերսալ վարժություններ են եւ ունեն մի քանի հակացություններ, բայց ընդհանուր առմամբ ունիվերսալ են, կիրառելի են բոլորի համար։ Հասկանալի է, որ յոգան շատ սերտ կապված է, այսինքն մարմնի շարժումները կապված է նաև շնչառական պրակտիկաների հետ։ Իսկ կա ինչ-որ ամենապարզ, ամենահասանելի ինչ-որ պրակտիկա, որ կարող եք հիմա մեր ունկնդիրներին խորհուրդ տալ ամենապես ստրեսային վիճակում արագ գոնե եթե ոչ ամբողջովին վերականգնվելու համար, այլև գոնե հաղթահարելու այդ բացի ինչպես ասում են 10 հաշվի նոր քայլարա կամ հետ հաշվարկը ինչ խորհուրդ կտայիք։ Հետևել իրենց շնչառությանը, եթե իրանք օրինակ զայրույթի մեջ են, մի պահ պարզապես հետևեք ձեր շնչառական ռիթմին, ոնց եք շնչում եւ արտաշնչում։ Դա մոտ 10 րոպե եթե դուք հետևեք ոնց եք շնչում եւ արտաշնչում, հավատացնում եմ ձեզ էական կթողնի։ Այո, զայրույթն էլ հետ է։ Այո։ Երբ պայմանավորվում էինք այսօրվա եթերի համար, շատ հետաքրքիր արտահայտություն արեցիք, ասեցիք, որ հիշում եք եւ ունեք յոգիստի հիշողություն։ Ինձ հետաքրքիր է ինչպես է յոգան օգնում կամ ազդում, ինչպես է ազդում հիշողության վրա։ Հիշողության վրա անշուշտ դրական ազդում են իմաստով, որ եթե միտքը հանդարտ է լինում, իր հիշողության ֆունկցիաներն էլ ավելի լավ աշխատում։ Մի օրինակով կարող եմ ասել, ես մոտորապես կես դար ապրելով ես երկիր մոլորակի վրա, તો որոշեցի այսպես մասնագիտական կրթությունը շարունակել արևելագիտության ուղղությամբ եւ գնացի ըստ սկսել սովորել արևելյան մի քանի լեզուներ, քրդերեն, պարսկերեն եւ այլն։ Եվ հասկացա, որ դա իմ մոտ ստացվում է, հաճախ ասենք ավելի երիտասարդ ուսանողներից ավելի լավ է ստացվում եւ հիմնական այսպես դրա համար հիմնական պատճառը նաեւ յոգան էր, այսինքն այն իմաստով, որ կարողացել եմ միտքս հանդարտ պահել եւ ավելի ընդունակ նոր բաներ սովորելու։ Ու լեզվի դեպքում գիտեք, որ կարևոր է նաեւ հիշողությունը։ Ես իհարկե ձեզ հետ մի քիչ կատակով ասացի յոգայի հիշողությունը, բայց ես լավ հիշեցի։ Կարամ եմ մտքից էլ ինչ-որ բան թռնի, այնպես չի, որ ամեն ինչ հիշում ենք։ Ուղղակի երևի միջին վիճակագրական մարդուց ավելի լավ է հիշողությունը սկսում աշխատել։ Շնչառության մասին խոսեցինք, ընդհանուր յոգան որպես հոգևոր եւ մարմնական պրակտիկա, իսկ սննդակարգը ինչ դեր է խաղում, երբ որ մարդը սկսում է զբաղվել յոգայով եւ որքանով կարեւոր է ճիշտ սննդակարգը։ Սննդակարգը, եթե նկատել եք բոլոր հոգևոր տրադիցիաների մեջ, ինքը մասնակազում է հոգևոր տրադիցիաների կանոնակարգերի, հա, ասեք ծոմապահությունը, պասը եւ իհարկե նրանք ուրիշ բացատրություններ ունեն, բայց ի վերջո նաեւ սննդակարգին հետևելու խորհուրդ է։ Եթե մարդը զբաղվի յոգայով, բայց շարունակի իր յուղոտ, ճարպոտ սննդակարգը, յոգան օգուտ կտա թե ոչ։ Ավելի քիչ օգուտ կտա, բայց օգուտ կտա, բայց մյուս կողմից եթե զբաղվի, իրան կարող է դա հետից չձգի էլ։ Շարունակելով այն միտքս, տեսեք, օրինակի համար մեր եկեղեցու մահացու մեղքերից մեկը համարվում է որգրամոլությունը։ Հետաբար ասենք հոգևոր տրադիցիաներ ուշադրություն են դարձել սննդակարգին,
այդ թվում նաև Չափավորությունը։ այդ թվում նաև յոգան իհարկե որոշ այդտեղ կախված դպրոցներից որոշները ասենք հիմնականում առաջարկում են անցնել վեգետարիանական սննդակարգի կամ ինչ որ բարբերաբար այդ սննդակարգը ընդունել կամ որ դա կարևորում են, բայց այդպես խիստորեն չեն սահմանում։ Ինչպես հասկացանք, ունենք մի քանի մասնագիտություն, մեկը դա հենց արևելագետն եք, նաև գիտեմ զբոսավար եք, իսկ յոգան ինչպես եկավ ձեր կյանք։ Ունի հետաքրքիր նախապատմություն։ Ասեմ դե նախ իմ առաջին բարձրագույն կրթությամբ ես շինարար տեխնոլոգ եմ։ Եվս մեկը։ Հետո բայց ավելի շատ դրսևորվել եմ արշավային туриզմի բնագավառում։ Չեմ կարող ասել ինչպես եկավ, ինչ որ ման եղավ դրանից հետո եկավ եւ այլն։ Ուղղակի փոքրուց իմ մոտ հետաքրքրություն կար, ասենք ով եմ ես, որտեղ եմ ես, ինչ եմ, փիլիսոփական հարցեր, որ մարդիկ տալիս են իրանց կամ չեն տալի, եթե տալիս են, ուրեմն կարելի ասել մարդու բախտը բերել է այդ հարցը, եթե տալիս է իր մեջ, անկախ դրանից պատասխանում թե չունի, բայց բախտը բերել է։ Յոգան տվեց այդ պատասխանները դες։ Չէ, կարևորը հարցն է։ Ես մի հատ բան պատմեմ, անեկդոտ, ուրեմն Շոպենհաուրը, այդ գերմանացի հայտնի փիլիսոփան, նա այգի է ունենում եւ մի օր այդ իր այգու պահակը տեսնում է ինչ որ մեկը գալիս է, ասում է ով ես դու, ձեն չկա, ով ես դու, ձեն չկա, բայց մոտենում է, հետո որ մի քիչ մոտենում է, տեսնում է որ Շոպենհաուրն է, ասում է բայց ինչ չեք պատասխանում, ասում է երիտասարդ, ես արդեն 25 տարի այդ հարցի մասին մտածում եմ, բայց հələ պատասխանը չեմ գտել։ Հիմա կարևորը այդ հարցն է։ Իդեպ 3-րդ դարի հնդիկ փիլիսոփա Ադի Շանկարաչարյան ինքը ասում էր այս կյանքում ամենադժվարը 3 բան է տրվում։ Մարդ ծնվելը, ով եմ հարցի ծնունդը մարդու մեջ։ Այդ շատ կարևոր է, որ մարդ ծնվելը հոգևոր ուսուցիչ գտնել եւ ով եմ ես հարցը մարդու մեջ պատասխանը կարևոր չի։ Դին կարևոր է, բայց այդ հարց կա, որ քեզ տանում է դեպի քո խորքը, կարևորը այդ process-ն է։ Ես կհամարձակվեի եւս մի կետ ավելացնել եւ շատ կարեւոր է մարդ մնալը, որովհետեւ կարծես թե բոլորս մարդ ենք ծնվում, բայց մարդ մնալը կյանքի ընթացքում բավականին լուրջ խնդիր է եւ այսօրվա մարտահրավերները հաշվի առնելով պետք է շարունակել մարդ մնալ։ Մարդ մնալու հիմնական խնդիրն է, որ մենք չենք գտնում մեր իրական էությունը, երբ որ մենք կապ հաստատում ենք իրական էության հետ, ապա այդ մարդ մնալու խնդիրը չկա, բայց համաձայն եմ դες հետ, որտեղ մարդ արարած ինքը ոնց որ կամրջի վրա է, իր մեջ կա կենթանական եւ աստվածային, կախված թե դեպի որ ուղղություն է գնում, էլի։ Իսկ ընտանիքով յոգայով զբաղվելու առավելությունները կա նման բան, թե եթե մեկը զբաղվում է, դա իր անձնական գործն է, իսկ եթե ներգրավում է ամբողջ ընտանիքը, ինչ է տեղի ունենում։ Կարող ներգրավի, կարող է չներգրավի, որտեվ այդպես ասենք բազմաթիվ օրինակներ կա, որ միայն ընտանիքից մեկն է զբաղվում կամ մյուսը, բայց կարող է որ ուղղակի հարգեն, այդպես ասած, մյուսի որոշումը, որ նա պետք է առավոտը հեռնի, չգիտեմ, ինչ-որ դիրքով նստի կամ ինչ-որ շնչավարժանքներ անի, եթե այդ բանում սերը կա, բնականաբար հարգում են նաև դիմացինի յոգա կատարելու իրավունքը։ Բայց կոլեկտիվ պայմաններում կարծես ավելի հեշտ է, չէ՞, երբ որ բոլորը մեկ գաղափարի շուրջ են համախմբվում։ Խմբային պրակտիկաները իհարկե կարևոր են, լավ են, բայց յոգան ինչպես խմբային աշխատանք է, նաև անհատական աշխատանք է։ Այդ դիրքի մասին խոսեցիք, շատերը իրենց ոչ այդքան ճկուն են համարում, յոգայով զբաղվելու համար։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդուն, ով ուզում է սկսել զբաղվել յոգայով, բայց վախենում է իրեն համարելով ոչ այնքան ճկուն։ Այդ խնդիրը կա, ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Մոդիի հետ, Մոդին ինքը համարվում է Հնդկաստանի այն
վարչապետը, որը նորովի յոգան դրեց պետական մակարդակի վրա, հա, կարելի է այդպես ասել։ Դե առիթ օգտագործեց, ուզեցավ գովազդեց յոգա արվեստը, Պուտինին ասեց դուք ինչ չեք զբաղվում յոգայով, ասեց դե ես որ տենում եմ իսկական յոգերին, թե նրանք ինչեր են անում, ես հասկանում եմ, որ ես դա չեմ կարող անել, դրա համար չեմ զբաղվում։ Իրականում դա սխալ պատկերացում է, դուք կարող եք անել շատ հանրամատչելի վարժանքներ եւ կարող եք անել հենց այդ դժվար, ոչ հանրամատչելի, որոնք կախված են քո օրգանիզմի բնական ճկունությունից կամ ձեռքբերովի ճկունությունից, բայց եթե մարդը չի էսև պատկերավոր ասած կռանում եւ ոտի բութ մատը կծում, դա չի նշանակում, թե ինքը յոգ չի էլի։ Ինչպես ասացի, յոգան արվեստը մտքի տատանումների հանդարտեցման մարմնի միջոցով, ինքը աշխատում ես խոդերի հետ, աշխատում ես մկանների հետ, ողնաշարի հետ, բայց այնքան որ մենք կարող ենք, որ այնքան որ տենց ասենք այդ դաղ չլինի, էլի, բայց որ շատ ճկուն լինի, դա տենց բան չի, այսինքն երկարևոր խնդիր չի։ Իհարկե դա էլ կախված է դպրոցներից, օրինակ Այենգարի դպրոցը դա մի յոգա ուսուցիչ էր, որը հայտնի դարձավ տենց 40-ական, 60-ականների, 50-ական, 70-ականներին, իր համակարգը շատ ճկուն է։ Այդ սիստեմի մեջ ավելի ոնց որ կարևորում է մարմնի ճկունությունը, մեկ ուրիշը կարևորում է այնքան որ հանրամատչելի վարժանքներ մտքի հանդարտեցմանը տանող։ Հետ խորհրդային տարիների սերունդը կարծում եմ դե հիմա ժամանակակից սերունդը շատ լավ հասկա յոգա ասում ես եւ ամբողջը պատկերացնում է անկախ դրանից զբաղվում է թե ոչ, բայց հետ խորհրդային սերունդը յոգա ասելով պատկերացնում է մեխերի վրա քայլող, ապակիների վրա պարկող կամ կրակները կուլ տվող ինչ որ մի այսպես այլ մոլորակային բավականին այսպես ոչ մարդկային հատկություններով օժտված մեկին, բայց դա յոգայի հետ կապ չունի, չէ՞։ Հա, դա ավելի շատ խորհրդային սերունդն է, որովհետև խորհրդային սերունդը շատ բան չգիտեր յոգայի մասին։ Ավելի շատ կրկեսային համարներից էինք այդպիսի պատկերացում կազմում։ Հա, եւ ինչ որ մի առանձին ժուրնալներում կարող են ինչ-որ նյութեր լինել կամ ինչ-որ ռեպորտաժներ լինել, եւ դե ձեր գոլեգաները ասենք շրջագայել էին Հնդկաստանում, ինչ-որ մի հատ հետաքրքիր նյութ պետքա պատրաստեին, որ ժողովրդի համար հետաքրքիր լիներ։ Եթե նրանք ցույց տային մենակ յոգը, որ աչքերը փակ նստել է, բնականաբար դրա մեջ ոչ մի հետաքրքիր բան չկար, բայց նաեւ պետքա ինչ-որ մի բան լիներ, որ հետաքրքիր էր։ Մյուս կողմից յոգը գեր մարդ էր ընկալվում։ Հա, մյուս կողմից էլ ես ձեզ ասեմ, կան նաև այդպես ասկետական յոգեր, որոնք այդպիսի բաներ էին անում, բայց հիմնականում իրական վարպետները խուսափում են իրենց գերբնական հնարավորությունները դրսևորել։ Այսինքն ցավ չզգալ կամ չմրսել, նման հատկությունները յոգայի միջոցով են հասնում դա, երբ որ կարողանում ես կտրել կապը զգայական առարկաների եւ զգարանների միջև, հասանելի է այդ ունակությունը հասանելի է, դա գրեթե բոլորին հասանելի, ուղղակի կարող է ոմանց մոտ դա ավելի ընդգծված է կամ մենք սովետական ժամանակներից գիտենք իրական դեպքերի վրա նկարահանված Կամո ֆիլմը, չէ, երբ որ իր մարմնի մեջ ասեղ էին մտցնում եւ ինքը պետքա չարձագանքեր։ Հիմա Կամոն յոգ չէր, կարող է նույնիսկ չէր լսել դրա մասին, բայց այդ հնարավորությունը, այդ ունակությունը մարդկային օրգանիզմի մեջ կա, որը դա ներշնչանքի արդյունք է։ Դե դա իմ ասեմ ներշնչանք, մի հատ էլ պետքա բացատրենք, թե ինչա ներշնչանքը։ Ասենք այսպես, որ մարդը ընդունակ է դրան։ Դե հիմա ինչ մեխանիզմով է աշխատում, դա արդեն Եվ արդյոք բոլորին է տրված, թե ոչ։ Բոլորին տրված է, ուղղակի իմաստուն, ասենք կյանքը ծախսել ենքան, որ մեխերի վրա քայլելու համար, թե ավելի լուրջ բանի վրա կարելի է ծախսել կյանքը։ Այսպես երևում է, որ ամբողջությամբ ընկղմված եք, հա, յոգայի մեջ ուսումնասիրել եք։ Ինձ հետաքրքիր է եղել է ձեր կյանքում ինչ-որ մի կետ, երբ ուզում եք թողնել յոգան եւ չզբաղվել։ Չէ, այդպիսի պահ չեմ զգացել, որ կարող ինչ-որ օրերի կարող մի քիչ ծուլացել եմ, այս կամ այն բանը չեմ արել, վարժությունը չեմ արել։ Այդ ծուլանալը խանգարում է։
Հա, ծուլանալը խանգարում է, ոնց որ ասացի դասականներից Պատանջալի իմաստունը որպես խանգարող հանգամանք նշում էր նաև ծուլությունը։ Բայց ընդհանուր առմամբ տենց բան չի եղել, էլի ոնց որ ինչպես ասացի, ոնց որ մի օր ասեմ, թե լավ կամ չգիտեմ, այսօր լվացվել պետք չի, թե վաղը կլվացվեմ, կամ այն միսուրը Այսինքն ինքը դառնում է քեզ համար բան, եթե դու ապրելակերպ։ հա չես էլ անում մի օր երկու ինչ-որ բան, մեկ ես զգում ես, որ եղել է տենց բացատներ, բայց դա ավելի շատ, որ չգիտեմ, շրջագայության մեջ եմ եղել բան, բայց զգում ես, որ ինչ-որ բան քո հետ այն չի, էլի, այդպես ասեմ։ Կարծում եմ ծուլությունը ցանկացած մարդու համար լավ բան չէ եւ մասնագիտության մեջ լինի դա գրող, երաժիշտ կամ սպորտսմեն, մի օր ծուլացավ, հետո շղթան այսպես շարունակվում է եւ բավականին բաց ազդեցությամբ։ Իհարկե որպես արևելագետ, եթե խոսենք ձեզ հետ մեր զրույցը կընթանա այլ ուղղությամբ, ուստի թողնենք այդ ձեր մասնագիտությունը, իսկ ահա զբոսավար հասկանալի է, որ շատ եք շփվում Հայաստան եկած զբոսաշրջիկների հետ։ Մի փոքր շեղվում ենք հիմա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։ Ամենաշատ ինչն է հիացնում Հայաստանում օտար մարդուն եւ ինչն է ստիպում նորից վերադառնալ Հայաստան։ Կարծում եմ ժողովուրդը, բնությունը եւ տաճարները։ Այսինքն պատմամշակութային արժեքները հաստատ վերջին տեղում չեն։ Հա, ինքը շատ ներկայացված չի Հայաստանը համաշխարհային այդպես տուրիստական ինդուստրիայի մեջ։ Այսինքն ու երբ որ շատ գովազդված չի լինում, դու գալիս ես ու քո ակնկալածից ավելին ես տենում, ուրեմն ավելի մեծ հաճույքով ես էլի։ Եթե օրինակ դուք անդադ լսում եք ռեկլամ, չգիտեմ, Հունաստան ես, մյուս տեղերի ես պատահական ասացի, ձեր ակնկալիքները ավելին են, քան այդ երկիրը կարող է տալ, էլի, օբյեկտիվորեն կարող է տալ։ Ու հաճախ մարդիկ կարող ոչ այդքան ակնկալիքները արդարացված են վերադառնում այդ երկրներից, որոնք լավագույնս PR-ված են տուրիստական ինդուստրիայի էջերի մեջ։ Իսկ ձեր երթուղու մեջ կա ինչ-որ մի բան, որ զուտ ձերն է, հեղինակային մարշրուտ է, այսպես ասած, եւ ինչ-որ չափով դուք եք բացահայտել։ Չէ, դա ես Կոլումբոսը չեմ։ Դե խոսքը գնում է Գառնի, Գեղարդ, Սևան, իսկ ինչ-որ մի ուղղություն, որ ավելի քիչ ուսումնասիրված է։ Մենք արշավային ուղղություններ ենք անում, այսինքն իմ հիմնական նախասրությունը արշավային ուղղություններն է։ Երբեմն տեսնում եմ, ասենք մեկ նոմա մի հատ բան, որ ես բացահայտեցի ես երթուղին, ոնց որ գովազդում են եւ այլն, հետո տենում եմ, որ ես 98-ին այդտեղ եղել եմ, անցել եմ։ Այսինքն դա ինչ որ առումով մարդկային մի քիչ փառասիրության կամ էքսկլյուզիվ երևալու բանն է, մարմանջն է։ Երթուղիները հիմնականում որոշակի լոգիկայով են բանալվում, որ կազմվում, որ բոլոր էլեմենտներն են համ հարամաճ լինի, հեշտ լինի, համատաբար հեշտ լինի, համ գեղեցիկ լինի։ Մի խոսքով չեմ կարող ասեմ, որ այս երթուղին պատկանում է ինձ, բայց կարող եմ ասել, որ 2006 թվականից մեր ակումբը որ գործում է, դա կարելի ասել նորանկախ Հայաստանի առաջին այդ մասշտաբով այդ ընդգրկումով արշավային ակումբն է։ Փորձեմ երկու ձեր ուղղությունները մեկտեղ եմ, իսկ եղել է դեպք, որ ձեր զբոսաշրջիկներին ասեք, իսկ հիմա այս պահին փռում ենք մեր գորգերը եւ զբաղվում ենք յոգայով։ Եղել է, բայց դրան այդ մասին նախորդ տեղյակ ենք պահում, որ սա ասենք յոգա արշավ է, որտեղ պետք է անենք նաև վարժանքներ, որ մարդը տեղեկացված լինի, որ իր համար դա անակնկալ չլինի։ Շատ են ցանկացողները։ Չի ասի, թե դա շատ այդպես ավելի պոպուլյար է, քան սովորական արշավային մշակույթը, բայց այդ տեսակ ուղղություններ ենք ունեցել։ Եվ մի բան էլ ենք արել, պարզապես ասում ենք, լավ, մի 15 րոպե չեք խոսում, կամ հեռախոսից մեջ չեք մտնում, դա էլ ինչ որ առումով պրակտիկա էլի, հա։ Եվ հետո բնության մեջ քայլելը ինքնին յոգա է, որովհետև յոգան ինչ է, դա այսպես ասած այդ վաու վիճակն է, չէ, որ դու ասենց վերադառնում ես, ինչ որ մի հատ գեղեցիկ բան տեսար, բան ներկայի մեջ ես լինում, հա, իսկ բնության մեջ այդ բանը կա, այդ ապրումը մարդու համար շատ բնական է,
Հատկապես եթե ինքը, չգիտեմ, օրերով, ամիսներով, գուցե տարիներով տենց չի գնաց է բնության գիր, քաղաքի մեջ ա եղել ու միանգամից հայտնվում է բնական միջավայրում ու իրան լավ ազգում կամ շատ այդպես հոգեցնցված ազգում։ Ձեր շապիկին տեսնում եմ հետաքրքիր գրվածք է հունիսի 21-ին յոգայի միջազգային օրն է, մի քանի օր ենք ուշացել, բայց փաստորեն միջոցառումները դեռ շարունակվում են եւ այդ օրվանից զատ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում յոգայի հետ կապված։ Ինչ սպասվելիք հետաքրքիր միջոցառումներ կան։ Սա ուղղակի այդ հունիսի 21-ի միջոցառումներ, որ ամեն տարի որ կազմակերպում է Հնդկաստանի դեսպանատունը եւ Երևանի քաղաքապետարանը, դա նվեր շապիկներ են, որ տրամադրվում են այդ յոգա մասնակիցներին, այդպիսի նվեր էլ ստացա, դա այդ միջոցառման հետ է կապված, իսկ մենք ամեն ամսվա պարբերականությամբ յոգա ծրագրեր անում ենք, իրականացնում ենք Հայաստանում։ Իսկ առաջիկան Առաջիկա հուլիսի 5, 6, 7 Սորաբար մենք անում ենք դա ուրբաթ շաբաթ կիրակի օրերը, բայց այս անգամ արեցինք շաբաթ կիրակի եւ երկուշաբթի օրերը, որտեղ նայեցինք, որ հուլիսի 4-ին Հրազդան ստադիոնում Զենֆիրայի համերգն է, իսկ մեր յոգա սրահը այդ ստադիոնի կողքն է անգնում համարյա, ասենք աղմուկը կխանգարի դրա համար ավելի լավ է մեկ օր հետո անենք։ այսպես գովազդվեց նաև Զենֆիրայի համերգը։ Կներեք, ես չի ուզում գովազդել, ուղղակի պատճառ ասեցի։ Տեղեկացանք նաև։ Հաղորդման սկզբում ասացիք, որ այսպես նպատակ չունեք, որ ձեզ հետևեն, նման նպատակ չեք դնում, բայց ինձ հետաքրքիր ինչպես եք փորձում տարածել յոգան, արդյոք փորձում եք դա անել Որպես թեկուզ առողջ ապրելակերպ։ Դե ես իմ փորձով եմ կիսվում եւ ոնց որ այդ կազմակերպության, որը կազմակերպում է այդ ծրագրը, իրանց մեթոդիկան ենք ներկայացնում, ում որ դա հետաքրքրում է, բնականաբար մասնակցում է, բայց ես ուզում եմ ասեմ, սենց հավելյալ գուրուի փետուրներ չեմ դնում իմ վրա, որ եկեք հետևեք ինձ, ես ձեզ կտանեմ, ես իմ որտեղ եւ այլն։ Եվ դերևս ավարտի համար մի հարց, մարդիկ, ովքեր հետաքրքրված են կամ այս պահին գուցե հետաքրքրվեցին, եթե վերցնեն հեռախոսը կամ համակարգիչը եւ բազմաթիվ տեսանյութեր կան տարբեր հարթությունների, բարդությունների, կարելի է յոգայով զբաղվել, այսպես հետևելով որևէ տեսանյութի։ Տեսեք, YouTube-յան կրթությունը հիմա տարածված է, բնականաբար որոշ դեպքերում ինքը արդյունավետ է, որոշ դեպքերում առցանց կրթությունը ինձ թվում է կարելի է համադրել թե մեկը, թե մյուսը, որտեղ կոնկրետ մեր հիմնադրամի շրջանակներում էլ մենք ունենք թե կենթանի շփումով բաներ, դասընթացներ եւ նաեւ առցանց, օնլայն առցանց է լինում, ճիշտ է, առցանց հանդիպումներ, պետք չի այդպես ասած անտեսել ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրված հնարավորությունները, բայց եթե կա հնարավոր է կենթանի շփումով, բնականաբար դա ավելի արդյունավետ կլինի։ Գոնե իմ համար դա ավելի արդյունավետ է։ Եվ ընտրելիս պետք է հնարավորինս մասնագետի ընտրել տեկուս առցանց պարապմունքների համար։ Հա, շատ կարևոր է, որ նաև դպրոց ընտրվի։ Այսինքն ոչ թե ինչ-որ մեկին, այլ ասենք այդ մեկը ինչ դպրոց է ներկայացնում։ Այդ այլը շատ կարևոր, բայց եթե ձեր ձգտումները անկեղծ են, վերջին հաշվով դուք կգտնեք էլի։ Նույնիսկ եթե ձեր ձգտումները անկեղծ են, բայց այն ուսուցիչը այն չի, ինչ որ պետք է լիներ, դուք ձեր անկեղծ ձգտումներով էլի կգտնեք այն, ինչ որ դուք ուզում եք գտնեն։ Կամ յոգայի տերմինոլոգիայով ասած, ըստ ձեր կարմայի ձեզ կտրվի էլի։ Մի խոսքով, եթե ինչ ուրիշ ձևել են ասում են, եթե աշակերտը պատրաստ է, ուսուցիչը հայտնվում է։ Իսկ պատրաստը դա քո անկեղծությունն է, ուրիշ բան չկա դրա մեջ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը եւ այս առավոտյան ժամին համահունչ թեմայի շուրջ զրուցեցինք։ Շնորհակալություն հրավերքի համար, ներդաշնակությունը, հոգեվոր անդարտությունը հետենա ինչ որ պետք է մեր ժողովրդին, հատկապես այն օրերին, այս օրերին։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ հրավերը ընդունելու համար։